Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Ձեր գնահատականով ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ վիզաների ազատականացման առումով ժամկետների մասով, ասենք օրինակ ձեր գնահատականով 2 տարի հետո 3 տարի հետո, 5 տարի հետո մեր քաղաքացիները, որոնք այնուամենայնիվ այս խնդրի նկատմամբ բավականին մեծ, այսպես ասենք, դրական սպասումներով են արտահայտվում եւ սպասում։ Հաշվի առնելով նաեւ այն բոլոր դժվարությունները, որ այսօր է առկա Շենգենյան գոտու վիզաները ստանալու առումով, այս կոնտեքստում ես կուզենայի որպես KPI հասկանանք ինչ որ ժամկետներ կա, այդ դուք արդեն մի տարուց ավել կամ մի տարի բանակցում եք, որոշակիություն կա, երբ է այդ հարցը լուծումը ստանալու։ Թե մենք ամեն տարի հավաքվելու ենք այստեղ, ասելու ենք, որ մենք ինտենսիվ բանակցում ենք, եւ դա կարա տևի 2, 3, 4, 5 տարի։ Այնուամենայնիվ, ձեր պատկերացմամբ այդ դուք բանակցում եք հայկական կողմից, դուք որպես հայկական կողմի բանակցող ինչ խնդիր եք դրել, որ ասենք օրինակ 2027 թվականի, չգիտեմ, հունվարի 1-ից մենք ունենանք այդ ռեժիմը կամ այլ ժամկետներ եք նախանշել, որովհետև ես կարծում եմ, որ այսօր մեր հանրության մի զգալի մասը ակնկալում է լսել այդ հարցի պատասխանը։ Շնորհակալություն, թերևս ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բարևած ենք համագործակցությունով, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում, փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարծում ենք կարող է բարելավել նոր հիպատոսություններ բացելու արդյունքում, այնուամենայնիվ իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։ Բանակցությունները չեն սկսել 1 տարի, դա որոշումներ, ինչը ընդունվել էր հուլիսին, բանակցությունները մեկնարկեցին դեկտեմբերին, տեղի ունեցավ Եվրամիության համապատասխան դիրեկտորատի այդ պատվիրակության հետ ինտենսիվ իսկապես բանակցություններ, հաջորդ փուլը ապրիլի 7-ից 11-ն է, այսինքն դեռ որ երկրորդ առաքելությունն է գալիս։ Ես կուզենայի հիմա շատ այսպես ստույգ ասեի, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին։ Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են այդ դեդլայններ, այդ կոնկրետ թվեր նշելու, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը եւ նման գործընթացները տևում են 3-ից 5-6 տարի, ինչպես նշեցի, մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում կարծում եմ լավ պատրաստ են, մենք արդեն փորձում ենք մի շարք քայլեր անենք մինչև բանակցությունների մեկնարկը եւ այդ անգամ եվրոպական գործընկերները նշել են, որ պատրաստության առումով հաճելորեն զարմացած են։ Ցավում եմ, բայց չեմ կարող նշել, շատ ուրախ կլինեի դա անել կոնկրետ տարի եւ որ մենք կավարտենք այդ բանակցությունները, բայց իմ կարծիքով այդ գործընթացը առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Եվ իսկապես այս հարցը շարունակում ենք բարի մեր օրակարգում, ես անձամբ հանդիպում չկա եւ ոչ անդրադառնամ այս խնդրին, որ անգամ մինչև ավարտը բանակցությունների որոշակի բարելավում լինի իրավիճակի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1